Բայց տեսեք, այս Ստրիկայի իշխանությունը այս Միջանցքի հարցը ոնց է ներկայացնում, իբրև թե դիվանագիտական մեծ հաջողություն, չգիտեմ ինչ, բայց ըստ էության տեսեք, շատ փոքր մեջբերում եմ անում, այս Միջանցքը Հայաստանին իսկ մեծ հաշվով նաև ԱՄՆ-ին ոչինչ չի տալու, Վարդան Օսկանյանի խոսքերն են։ Սրա մեջ միակ շահագրգռվածները Ադրբեջանն ու Թուրքիան են, 26%-ը այն ողորմելի կրճոնն է, որ կտայի նույնիսկ բարձրարձակ համր բանակցողին, այսինքն եթե մեր կողմը ոչինչ էր չաներ, գնար նստեր Հայաստանը շահագրգիռ կողմն է, բայց ինչ արեցին Նիկոլը եւ նաեւ հետաքրքիր էր Զատուլինի խոսքը ասելով որ խոսքը Ադրբեջանի եւ Թուրքիային հարակից հատվածների մասին է Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանի ներքաշել այս աշխատանքի մեջ որովհետեւ հետո կարողանա ամենուրեք պնդել որ Ռուսաստանը ներգրաված է կոպիտ ասած մեղքը բարթել Ռուսաստանի վրա մոտավորապես նույնն է ինչ պատահեց մեր խաղաղապահ զորախմբի հետ որը սկզբում հրավիրվեց Լեռնային Ղարաբաղ ապա գործնականում անտեսվեց մենք պարզապես պետք է հասկանանք որ Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով նա խաղադրույք է կատարում արևմուտքի եւ դաշինքի եւ բարեկամության վրա Թուրքիայի հետ նրա առաջարկները պետք է բազմիցս վերլուծել համոզվելու համար որ թաքնված օրակարգ չկա հիմա տեսեք պարոն Բոզյանը բնականաբար կասի ամեն ինչ հասկանալի է բայց պարոն Բոզյան ես ձեզ վստահեցնում եմ հիմա եթե մենք գնանք արցախցիների հետ հանդիպենք առնվազն երրորդը կամ չորրորդը կասի ռուսները այստեղ ինչ որ բան արեցին բայց պարզել էս օրինակով էլ ասում է տեսեք այս Միջանցքի հետ կապված ինքը ծախել է ինքը տվել է ադրբեջանցիներին ու թուրքերին իբր թե բանի Ամերիկայի խավորությամբ այդ մասն ասում մենք բան առումով անվտանգության առումով երաշխիքներ չեն տալիս մի հատ էլ ընդեղից կողքից Ռուսաստանին է կանչում որ հետո ինչ որ մի բան ասի տեսակ ոնց որ Արցախում ասեց ես ոչ էի ռուսներն էին տեսակ ռուսներն էին մենք հիմա ինչի մասն է խոսքը խոսքը դրա մասին է որ իրենք շատ լավ են աշխատում ժողովրդի վրա շատ լավ մոլորեցնում են խափում են սրիկայություն են անում Արցախի հարցը բարթեցին դրեցին ռուսների գրպանը հիմա էլ մեր տարածքը տվել են այս Միջանցքը տվել են եկեք գնանք փողոցում հարցնենք ոչ մեկ ոչ այդ բան ունի ափսոսանք ունի ոչ այդ ցավն ունի ոչ այդ գիտակցումն ունի որ մեր տարածքից մեծ հատված տվել են եւ օգտվելու է Ադրբեջանի եւ թուրք ժողովուրդը մեզանից էլ հող ու տարածք են տարել եւ շրջափակվելու է ես ընդունում եմ ձեր որդովմունքը բայց հիմա իրականությունը դա է հիմա մեր հասարակությունը չենք բացատրում է ժողովրդին լավ հետո դուք եք միշտ ասում չենք բացատրում մենք եթե դու հիշում ես մենք միշտ այդ բանը բացատրել ենք մեր թիմը միշտ բացատրել է, բայց մի թիմով հնարավոր չի որ ամբողջ ժողովուրդը դա հասկանա եւ բանալի, պետք է սա քաղաքական դաշտը այդ գործով զբաղվեր։ Ցավոք սրտի մեր քաղաքական դաշտը пассив է եղել այդ իմաստով, արդյունքում իշխանական քարոզչամեքենան նորմալ ակտիվ աշխատել է գնացել է։ Հիմա մենք պետք է կարողանանք այս իրավիճակից կարողանանք դուրս գալ։ Դա է շատ բարդ խնդիր է, որովհետեւ սենց ձևակերպեմ էլի, այն process-ները կամ որոշակի process-ներ, որոնք անվերադարձ process-ներ են, կամ process-ներ, որ հնարավոր է հետ վերադարձնել։ Այդ ամեն ինչը սա պետք է գույքագրել եւ հասկանալ, թե ինչից կարանք մենք սկսենք, ուր կարանք գնանք, բայց մի բան կարող եմ ասել, որ մենք պետք է ձևավորենք իսկապես այլընտրանքային մի հատ մեծ ուժեղ քաղաքական կենտրոն, որը կարողանա մեր ժողովրդին ներկայացնել այնպիսի կառուցողական ծրագիր, որով մարդիկ տեսնեն թե ոնց կարելի է մարդկանց կենսամակարդակը բարձրացնել, ոնց կարելի է սոցիալական վիճակը բարձրացնել, ոնց կարելի է Հայաստանի անվտանգության խնդիրները ապահովել։ Տեսեք, առանց այս իշխանության փոփոխության ոչ մի բան հնարավոր չի անել։ Ավելին կարամ ասեմ, եթե այս իշխանությունը վերարտադրվեց այս տարվա հունիսին, ես ասեմ ձեզ, որ ուղղակի ժամացույցը կմիանա Հայաստանի կործանման ժամացույցը կմիանա, դա միանշանակ եմ ասում, ինչպես որ միացավ Արցախի կործանման ժամացույցը։ Ճիշտ եք ասում, ժամը։ Միանշանակ եմ ասում։ Հիշեք, այս մարդը ինչ էր ասում։ Այս մարդը ասում է, որ 280 բերելու եմ գերիներին։ 5 տարի հետո։ Բացի դրանից, այս մարդը որ ասում էր, թե ես գալիս եմ բերում եմ խաղաղություն, խափեց։ Այս մարդը ասում էր, Արցախի հարցը պետքա լուծվի հանրակրվեի ճանապարհով, խափեց։ Այս մարդը ասում էր, Արցախի հարցը պետքա լուծվի Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների համատեղ, այսպես շահ Մորան հիմա նույնիսկ Արցախ տերմինը չեն օգտագործում սրանք։ Հիմա նույն բանը ինքը օգտագործում է Հայաստանի մասով։ Այսինքն նույնիսկ այն մարդիկ, որոնք քաղաքականությունից հեռու են, միայն այն փաստը, որ իրանք տեսնում են այս մարդու խաբեբայության ամբողջ էությունը, արդեն մարդը պետք է հասկանա, որ այս մարդուն չի կարելի վստահել։ Եթե մարդը մի հարցում, երկու հարցում, 5 հարցում խաբել է, 6-րդ, 7-րդում կխաբի ու կխաբի։ Այլ խնդիր է, որ մեր ժողովուրդը ուզում է տեսնել այլընտրանք, իրական այլընտրանք, սոցիալական, տնտեսական, ազգային անվտանգության, քաղաքական զարգացման, մարդիկ ուզում են նորմալ երկիր դառնալ, որը Հայաստանը բոլոր հնարավորությունները այդ շանսը ունի։ Ես ինչ եմ դա ասում, տեսեք, ես մի օրինակ ասեմ, որ դուք պատկերացրեք, նույնիսկ այս վիճակով, տեսեք Ադրբեջանը ինչ հարուստ երկիր է։
Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է։ Ադրբեջանը ըստ էության հիմա ճանապարհ է բացել, որ այն ռուսական գազի ու նավթի տեղը ինքն է արդեն եվրոպական մի շարք երկրներ արդեն գազով վաճառում։ Նույնիսկ արդեն մտել է Ավստրիայի եւ Գերմանիայի շուկա, որը ավանդաբար միշտ ռուսական գազն ու նավթը իրանք էին գնում, չէ՞, կոպիտ ասած։ Հիմա տեսեք, բայց նույնիսկ այդ պայմաններում հիմա բացեք պաշտոնական IMF-ի թվերը կտեսնեք, որ Հայաստանի ցուցանիշները բանը հնայի մեկ շնչի վրա, այսինքն մեր ժողովուրդը իր կենսամակարդակով մոտարապես 10%-ով ավելի բարձր է, քան Ադրբեջանի ժողովուրդը։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, դա ինչ է ցույց տալիս, որ նույնիսկ այս անբարենպաստ պայմանների պարագայում մեր վիճակը ավելի բարվոք է սոցիալ-տնտեսական, քան Ադրբեջանին է։ Այսինքն ինչ եմ ասում, մենք շատ ավելի մեծ պոտենցիալ ունենք զարգանալու։